Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, բարև ձեզ։ Բարև Խզմալյան, շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար, օրերս շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Մատենադարանում, երրորդ հայագիտական կոնգրեսը, այն ինչի մասներ եւ հիմնական արդյունքները որոնք են։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ առիթ ունենալու հանրությանը նորից ներկայացնելու այն լրջագույն ձեռքբերումները, որ մենք ունենում ենք միջազգային դիրքավորման տեսակետից, այս կոնգրեսով գործնական ավելի ընդգծված դրսևորում է ունենում այն գաղափարը, որ հայագիտության կենտրոնը Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունն է, եւ մենք ըստ էության ձևավորել ենք մի հարթակ, որտեղ գալիս են աշխարհի առաջատար համալսարանների, բոլոր այն օղակների մասնագետները, գիտնականները, որոնք որպես գիտական հետաքրքրության ասպարեզ են ընտրել հայագիտությունը, մեծ աշխարհագրությամբ, Հարվարդի համալսարան, Օքսֆորդի համալսարան, Լա Սապիենցա, Բոլոնիա, Չինաստանից, Ճապոնիայից եւ այլն, եւ գիտեք, սա ոչ միայն մեզ օգնում է իմի բերել, թե հայագիտությունը ինչ ուղղությամբ է ընթանում, ինչ հետաքրքրություն կա հայագիտության հանդեպ, այլև խթանելու այդ process-ները։ Եվ մենք այս ամենը անում ենք չմիջամտելով ակադեմիական ազատությանը, որևէ պատվեր չիջեցնելով մեր միջազգային գործընկերներին, նկատի ունենանք, որ մասնակիցների գերազանց մասը օտարազգի հայագետներ են, հայ հայագետները չեն, եւ սա մեզ հնարավորություն է տալիս նաեւ որոշակիորեն կողմնորոշելու պետական գերատեսչություններին, պետական քաղաքականությունը, որովհետև գիտեք, եթե մենք խոսում ենք հայագիտության միջազգայնացման մասին, առանց միջազգային գործընկերների ընդգրկման դա իրականացնել հնարավոր չէ, եւ մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ ամեն տարի մենք մեկտեղում ենք բոլոր առաջարկությունները, բոլոր խնդիրները, կազմում ենք վերլուծական փաթեթներ եւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որի աջակցությամբ էլ իրականանում է կոնգրեսը, եւ հիմա մենք գնում ենք մի քայլ այն կողմ, 3 տարի մենք այդ փաթեթները ներկայացրել ենք եւ առաջարկում ենք տրվի մեզ նաեւ մանդատ, հնարավորություն, որ մենք նաեւ գնանք այդ մեր բարձրացրած խնդիրների եւ առաջարկությունների իրականացման ճանապարհով։ Եվ այս իմաստով իհարկե կոնգրեսը ապագայում մոտ ժամանակներս կդառնա մի հարթակ, որտեղ ներգրաված են ոչ միայն միջնադարագետները, ներգրաված կլինեն նաև ակադեմիական ինստիտուտների ղեկավարները, միջազգային հայագիտական օղակների ղեկավարները, եւ մենք վերլուծական մի կենտրոն կձևավորենք, որը կկողմնորոշի մի կողմից պետական քաղաքականությունը, մյուս կողմից եզր կգտնի Հայաստանի եւ միջազգային գործընկերների համագործակցության ոլորտում։ Առհասարակ նման միջոցառումները ինչ խնդիր են լուծում Հայաստանի համար։ Հայաստանի համար նախ լուծում են, որ հայագիտության հանդեպ Հայաստանը անտարբեր չէ, որ Հայաստանը ուշով հետևում է հայագիտության զարգացման միտումներին։ Մենք գործնականորեն ներգրավում ենք եվրոպական համալսարանների գործունեության մեջ, օրինակ այս տարի ես նշանակվեցի, ընտրվեցի Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկի Յագելոնյան համալսարանի հայագիտական կենտրոնի օղակի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Սա նաև շատ կարևոր է ընդհանուր առմամբ եվրոպական ինտեգրացիոն process-ներում ճիշտ դիրքավորվելու տեսակետից, որովհետև այդ ինտեգրացիան տեղի չի ունենում միայն ապրանքաշրջանառության կամ տնտեսական չափանիշների առումով, սա նաև արժեքաբանական, կրթական, մշակութային, բարոյահոգեբանական ինտեգրման մասին է խոսքը, եւ լինելով անմիջապես ներսում եվրոպական համալսարանների գործնականորեն կապ ունենալով հայագիտական կենտրոնների հետ, մենք նաև էապես նպաստում ենք օրենսդրության, չափանիշների, ընկալումների, գիտական հետաքրքրությունների որոշակի սինխրոնիզացմանը, եթե կարելի է այդպես ասել։ Այսինքն շատ ավելի տեսանելի է դառնում հայագիտությունը եւ շատ ավելի գրավիչ։ Եվ երբ մենք սկսում էինք այս կոնգրեսը, անկեղծ ասած, նույնիսկ մոտավոր պատկերացում ունենք, թե աշխարհում քանի կենտրոն կա, որ զբաղվում է հայագիտությամբ, քանի մասնագետ կա, որ հայագիտական հետաքրքրություններ ունի, եւ ընդհանրապես իրենք ինչպես են տեսնում համագործակցությունը Հայաստանի հետ, բայց այս երրորդ կոնգրեսի ժամանակ մենք արդեն էապես
տեսանելի ենք դարձրել եւ համակարգել ենք բոլոր խնդիրներն ու առաջարկությունները։ Ես գիտեք ինչ նաև նկատի ունեի, հայագիտությունը կարող է նպաստել քաղաքական ինչ-որ խնդիրների, քաղաքական վեճերի լուծմանը։ Ավելի մասնավոր օրինակի վրա փորձեմ ներկայացնել, տեսեք, Ադրբեջանը վերջին շրջանում անընդհատ առաջ է մղում այդ արևմտյան Ադրբեջան թեզը։ Այս ուղղությամբ մեծ ծավալի նաև գիտական աշխատանք են տանում նրանք, աշխատություններ, տպագրություններ տարբեր եւ փորձում են ամբողջ աշխարհին ապացուցել, որ այդ տարածքները, որոնք ըստ իրենց վիճարկելի են, իրականում ադրբեջանական են, մենք այդտեղ մեր հսկայական տվյալների պատմական բազայով ասելիք ունենք, հայագիտությունը այստեղ դեր ունի, գործ ունի։ Շնորհակալ եմ, շատ լավ եւ շատ տարողունակ հարց եք տալիս։ Ընդհանրապես ունեմ այն համոզումը, որ խաղաղության օրակարգը չի նշանակում, որ մենք մեր տնային աշխատանքը պիտի չանենք։ Սա մեկը մյուսին չհակասող բաներ են, այսինքն գիտական չափանիշը պաշտպանելը, պատմական տվյալների իրողությունների խեղաթյուրումը կանխելը կամ կանխարգելելը որևէ կերպով չի կարող խոչընդոտել խաղաղության օրակարգին եւ մեր խաղաղության ընդհանուր ձգտմանը, որի կողմնակիցն եմ ես եւ որ կարծում եմ բոլոր ողջամիտ մարդիկ։ Բայց դա նորից եմ ասում, չի նշանակում, որ մենք մեր անելիքը պիտի չանենք կամ անենք վատ։ Տեսեք, օրինակ, դուք վերեցիք ուրեմն այդ օրինակը կապված արևմտյան Ադրբեջանի հետ։ Հիմա առաջիկայում մենք Հենդերսոն կազմակերպության հետ, նորաձևության տան հետ բացելու ենք Մատենադարանում իմ տպավորությամբ մեր թանգարանային մշակույթում աննախադեպ մի ցուցասրահ, իր թանգարանային մշակույթով եւ ներկայանալիությամբ քարտեզագրական ժառանգության սրահ։ Դրանք այն քարտեզներն են, որոնք պահպանվում են թե ձեռագրական մեր ժառանգության մեջ, թե տարբեր տարիներին մեզ նվիրաբերված ձեռագրերի քարտեզների, եւ մենք պիտի ներկայացնենք այդ քարտեզները։ Հիմա սա այն է, ինչ մենք ունենք, եւ դրա գիտական ուսումնասիրությունը եւ հանրայնացումը մեր առաջնային պարտավորությունն է ի պաշտոնե եւ մասնագիտորեն։ Եվ բավական է ցույց տալ քարտեզները 17-րդ դարի, 16-րդ դարի, 15-րդ դարի եւ կարծում եմ բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները, ես ասեմ ավելին, երբ մեզ մեղադրում են իսլամական ժառանգությունը վերացնելու, ոչնչացնելու մեջ, այս տարի Մատենադարանում բացվեց միջազգային մի հիմնադրամի նախաձեռնությամբ մշակութային ժառանգության պահպանության միջազգային դաշինքի աջակցությամբ բացվեց արաբատար ձեռագրերի վերականգնման եւ ուսումնասիրման լաբորատորիա։ Սա աննախադեպ բան է եւ բացի մասնագիտական կշիռը նաեւ քաղաքական կշիռ ունեցող մի նախաձեռնություն է եւ մեր հետ հաջորդ քայլը պիտի լինի այն, որ ոչ միայն Մատենադարանի արաբատար ձեռագրերը կուսումնասիրվեն եւ կվերականգնվեն, այլ սա կդառնա կենտրոն առհասարակ տարածաշրջանի համար, որտեղ կգան մասնագետներ, կվերապատրաստվեն, մեր մասնագետները կգնան կվերապատրաստվեն եւ ուզում եմ ասել, որ սրանք բաներ են, որ անկախ ամեն ինչից պիտի իրականացվի, պիտի արվի եւ սա որևէ կերպ չի հակադրվում մեր ընդհանուր խաղաղասիրության ձգտմանը եւ քաղաքականությանը։ Որն է Մատենադարանի դերը եւ տեղը համաշխարհային ժառանգության մեջ։ Երբ նորից գամ կոնգրես, երբ ես առաջարկեցի այս գաղափարը եւ պետական գերատեսչություններին, պատասխանատուներին հիմնել նման մի հարթակ, ինձ հարց էին տալիս, իսկ ինչ է հայագիտությունը։ Սա մի հարց է, որը շատ դժվար է ձևակերպել, որովհետև մենք կարող ենք գրերի գյուտից առաջ ընկած ժամանակաշրջանից մինչև Թումանյան եւ Կոմիտաս համարել հայագիտությունում եւ հայագիտության այսպես ուսումնասիրության ոլորտներ, բայց բանն այն է, որ աշխարհը ամենից ավելի հետաքրքրված է հայագիտության միջնադարագիտական շերտով։ Եվ ես ասում եմ, որ Մատենադարանը այն մեծ պատուհանն է, որտեղից մենք ավելի շատ մուտք ունենք դեպի աշխարհ, դեպի միջազգային process-ներ եւ մենք չսխալվեցինք։ Իսկապես, եթե մենք ուզում ենք շատ մեծ համագործակցություն հաստատել, դրա ամենալայն պատուհանը աշխարհին Մատենադարանից նայող պատուհանն է եւ մենք հիմա մեր տնօրինության բոլոր ձգտումները, ռազմավարական բոլոր առաջնահերթությունները Մատենադարանի վարկանիշային կշիռը, զուտ որ մենք շատ հաճախ ասում ենք միջազգային, ոչ միայն ազգային, այս ամենին տալ շատ ընդգծված գործնական դրսևորում եւ գործնական նշանակություն։ Եվ օրինակ տեսեք, յուրաքանչյուր տարի, երբ մենք կազմակերպում ենք հիշողության կերպարանքները միջազգային սեմինարը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից եկած վերականգնողներ,
մենք տալիս ենք Մատենադարանի միջազգային հանձնառության ուղերձը աշխարհին, որ մենք հանձնառու ենք ոչ միայն մեր ժառանգությանը, այլև համակարգում ենք միջազգային գրավոր ժառանգությանը վերաբերող process-ները եւ այս գաղափարը ներկայացրել ենք նաեւ Եվրոպական միության պատվիրակությանը Հայաստանում, ասելով, որ մեր պահոցների տրամաբանությունն է այդպիսին, որ մենք պատմականորեն պատասխանատվություն ենք ստանձնել եւ նույն պատասխանատվությամբ ենք վերաբերել ոչ միայն քրիստոնեական ժառանգությանը, այլև օտարալեզու մեր հավաքածուներին, ասորերեն, արաբերեն, հունարեն, լատիներեն եւ այլն, եւ սա մեզ մղում է Մատենադարանը դիտարկել միշտ միջազգային համատեքստում եւ միջազգային հանձնառության ծավալներով։ Մատենադարանը իրավունք չունի պարփակվելու միայն ազգային խնդիրներով, միայն ազգային մտածողության եւ ուրեմն սահմաններում, այլ իսկապես ինքն իր բնույթով ամենազգայինը լինելով, ամենազգային հենակետը ունենալով հանդերձ աշխարհի հանդեպ բաց լինելու մեր ամենամեծ խորհրդանիշն է։ Կարծում եմ Մատենադարանի նման կառույցներ աշխարհում շատ չկան, որոնք այդքան խորը պատմական նշանակություն, կարևորություն ունեն, նաև այդքան մեծ թվով բարժեքավոր գույք ցուցանմուշներ, ճիշտ եմ ես։ Գիտեք, ես միշտ ասում եմ հետեւյալը, Լուվրը աշխարհի ամենահայտնի թանգարանը, հայ մարդու համար Մատենադարանը ավելին է, քան Լուվրը ֆրանսիացու համար, որովհետև ազգային ինքնության տեսակետից սրանք անհամեմատելի են, որ Լուվրը այսպես բառից բուն իմաստով միջազգային նշանակություն ունի, բայց իբրև գիտահետազոտական ինստիտուտ, այո, եզակի ենք, տեսեք կա, ասենք, Ալեքսանդրյան գրադարանը, հա, կամ կան հավաքածուներ տարբեր կրոնական կենտրոններում կամ տարբեր թանգարաններում, որ ունեն խոշոր ձեռագրական հավաքածուներ, բայց դրանք կամ գրադարաններ են, կամ թանգարաններ են, կամ կրոնական հաստատություններ են, իբրև գիտահետազոտական ինստիտուտ, որն ունի թանգարան, որն ունի ձեռագրական հավաքածուներ, բայց նաև ունի գիտական բաժիններ, որոնք զբաղվում են այս ժառանգության ուսումնասիրմամբ, այդ առումով իհարկե մենք եզակի կառույց ենք։ Շատ հետաքրքիր նաև բացառիկ նմուշներ կան, չէ՞, Մատենադարանում, ես կուզենայի մի քանիսի մասին ինքներդ խոսեիք, ներկայացնեիք, չգիտեմ, օրինակ ամենափոքր ձեռագիրմացիան, ամենաքիչ քաշ ունեցող կամ ամենամեծը, ամենածանրաքաշը, ամենահինը, ամենաարժեքավորը, որը ինչ-որ զարդանախշերից, որոնք ոսկի են պարունակում կամ թանկարժեք կարեր, մի խոսքով այդ մի քանի ամենաների մասին կարող եք կարճ պատմել։ Ես սկսեմ այնտեղից, որ մենք իրականում շատ մոտավոր ենք ճանաչում մեր ձեռագրական ժառանգությունը։ Մենք հիմնականում գիտենք բովանդակային պարունակությունը ձեռագրերի, ով է ծաղկողը, ով է գրիչը եւ այլն, բայց մենք մեր առջև խնդիր ենք դրել ճանաչելու նաեւ մեր ձեռագրերի նյութական կողմը։ Եվ դրա համար մենք ստեղծել ենք նոր լաբորատորիաներ, ձեռք ենք բերել նորագույն սերնդի սարքավորումներ, որոնք մեզ տալիս են ճշգրիտ գիտական տվյալներ մեր ձեռագրերի, ասենք, կազմերի մասին, գունանյութերի բաղադրության մասին։ Մենք սարք ենք ձեռք բերել, որ 15 վայրկյանների ընթացքում ռենտգեն գործառույթով տոկոսային հարաբերությամբ մեզ ցույց է տալիս, թե մեր արծաթակազմ ձեռագրերը ինչ նյութերից են կազմված։ Մի պատահական ձեռագիր պահոցում վերցրեցի անձամբ եւ սարքն էինք փորձարկում եւ սարքով չափեցինք, ստուգեցինք պարունակությունը։ Պարզվեց, որ 97% ոսկի է կազմում այդ ձեռագրի կազմը։ Եվ մենք այդպիսի շատ բաներ ունենք, փոխում ենք ընկալման տրամաբանությունը, հենց մենք չենք ուզում, որ Մատենադարանից մեր երեխաները հատկապես, անչափահասները, դուրս գան միայն տպավորված, թե որն է ամենափոքր ձեռագիրը եւ որն է ամենամեծ ձեռագիրը, ասենք մշոջ առընտիրը, հա։ Մենք հիմա կրթական շուրջ 1 տասնյակ կրթական ծրագրեր ենք իրականացնում, որտեղ երեխաները նաեւ գործնական մասնակցություն են ունենում մագաղաթի պատրաստմանը, մանրանկարների եւ այլն, այսինքն մենք փորձում ենք բարձրացնել Մատենադարանի ճանաչելիությունը եւ պատրաստել ընկալում այն բարդ ցուցադրության, որը կա Մատենադարանում, որտեղ ի վերջո մենք տեքստային, ձեռագրագիտական, բնագրագիտական ցուցադրություն ենք ներկայացնում, որը ընկալելը ունի իր բարդությունները, եթե շքեղ մանրանկար չի, ուղղակի ձեռագիր է, բովանդակություն եւ այլն։ Արտասահմանցի տուրիստների, զբոսաշրջիկների համար ես նկատի չունեմ այն մարդկանց, ովքեր գիտական շրջանակներից են, այլ սովորական միջին վիճակագրական զբոսաշրջիկին նկատի ունեմ։ Գիտեք, նրանք այնպիսի
դետալների վրա, մանրամասների վրա ուշադրություն կդարձնեն, որ չես էլ կարող պատկերացնել, որ դա կարող է հետաքրքրություն առաջացնել։ Դե իհարկե հարցեր են տալիս մանրանկարչությունից, հարցեր են տալիս մշոջ առընտիրի այդ ծավալներից, թե ինչպես է եղել, քանի ուրեմն ինչ նյութ է օգտագործվել, ինչ ծավալի նյութեր են օգտագործվել, իսկ ինչպես են Հայաստան բերվել ուրեմն օտարալեզու ձեռագրերը, օրինակ հաճախ հարց են տալիս, թե Նապոլեոնի հրովարտակը իր կնիքով կայսերական ինչպես է հայտնվել Մատենադարանում։ Ես էլ կատակով ասում եմ, եթե դուք բացատրեք ինչպես է Ջոկոնդան հայտնվել Լուվրում, ես ձեզ կբացատրեմ ինչպես է այս հրովարտակը հայտնվել Մատենադարանում։ Ընդհուպ այս ուրեմն մասնագիտական հարցերից լինում են շատ ինտելեկտուալ այցելուներ, որոնք շատ հարցեր են տալիս, գիտակ են, աստվածաբաններ են, պատմաբաններ են եւ կարող են նույնիսկ հարցեր տալ, նկատել, որ մեր ցուցափեղկերում փոքրիկ բաժակների մեջ դրված են հեղուկներ, մենք միտումնավոր թողնում ենք այդ հեղուկները, որովհետեւ հարցում են իսկ ինչ է սա, որ ամենտեղ կան այս բաժակները, եւ մենք բացատրում ենք, որ մեր վերականգնողները գտել են միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստում են հատուկ հեղուկներ դեղաբույսերից, որոնք գոլորշիանալով ախտահանում են ցուցափեղկի ներքին մթնոլորտը, օդը, այսինքն ունեն ախտահանիչ գործառույթ եւ առհասարակ մեր վերականգնողները հրաժարվել են միջամտության ագրեսիվ միջոցներից, քիմիական միջոցներից եւ մենք գնում ենք ավելի կենսաբանական միջոցներ, անվնաս, անգամ Ես ուզում եի նաեւ հենց այդ պահպանության, պաշտպանության, անվտանգության խնդիրների մասին հարցնել, ինչքանով է դա կազմակերպված եւ ինչքանով նաեւ գործում եմ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հնարավորություն կա այդ ամեն ինչը պատշաճ պահելու եւ պահպանելու։ Շնորհակալ եմ էլի կարևոր հարցի համար։ Մենք ելնելով այն հանգամանքից, որ քաղաքականություն ունենք, որ հանրությանը ներկայացնում ենք լավագույն նմուշները, ձեզ մի թիվ ասեմ, անցյալ տարվա ցուցադրության 50%-ը բոլոր ձեռագրերի ցուցադրվում էին առաջին անգամ։ Մենք ունենք այն համոզումը, որ այս ձեռագրերի ճշմարիտ տերը հայ հասարակությունն է եւ մենք տիրոջից իրեն պատկանող արժեքները թաքցնելու իրավունք չունենք, բայց սա անմիջապես հարց է բարձրացնում անվտանգության համակարգի կատարելագործումը, որը մենք իրականացրեցինք մեր գործընկերոջ Արարատ բանկի աջակցությամբ եւ մուտքերի մոտ սկանավորման սարքեր, ստուգման, տեսահսկման ամբողջ համակարգը արդիականացվեց, հատուկ ստորաբաժանում ստեղծեցինք ներքին անվտանգության ստորաբաժանում, որտեղ իդեպ սոցիալական հարցերով զբաղվող նախարարության հետ մեկտեղ մենք աշխատանքի ընդունեցինք հաշմանդամություն ունեցող մարդկանց նաև եւ այդ առումով նաև ներառականությունը կադրային քաղաքականության ապահովեցինք եւ մենք հիմա ստեղծել ենք կատարյալ պայմաններ անվտանգության մեր գործընկերները երբ հրավիրեցինք որ մասնագետները մեզ բացատրեն թե ինչպես են գործադրում այդ սարքը ասացին որ սա այնպիսի հզոր սարք է որ մենք ինքներս կարիք ունենք ուսումնասիրելու որ կարողանանք ձեզ սովորեցնենք այս սարքերից Եթե գաղտնիք չեք քանի միավոր ցուցանմուշ ունի Մատենադարանը այսօր թվերը ստույգ հիմա որևէ մեկը չի կարող ասել, որովհետև ձեռագրերը դեռ շարունակական ուսումնասիրման ընթացքում են, լինում են միակազմ ձեռագրեր, որտեղ մի քանի ձեռագիր է ուղղակի միավորված մեկ կազմի մեջ, մոտավոր թիվը մենք ասում ենք ավելի քան 23000 ձեռագիր միավոր կա Մատենադարանում, հաշվելով եւ պատառիկները եւ այդ տարբեր ձեռագրերի մեկ տեղումը մեկ կազմի մեջ 23000-ից ավելի ձեռագիր միավոր։ Որոնցից ամենահինը թվագրվում է հիմա մենք Համբուրգի համալսարանի մեր գործընկերների հետ ճշտումներ ենք իրականացնում տարեթվի հետ կապված, որովհետև հատուկ մեթոդներով տարիքի ճշտման աշխատանքներ են տանում եւ օրինակ կան պատառիկներ, որ մենք ասում ենք 10-րդ դար է, բայց պարզվում է, որ դրանք շատ ավելի հին են, 6-րդ դարի պատառիկներ են, կա ձեռագիր, որ ասում ենք 7-րդ դար է, բայց պարզվում է փոքրինչ ավելի ուշ շրջանի ձեռագիր է, այնպես որ հիմա ես կխուսափեմ ստույգ տվյալներ ասեմ, որտեղ խորքային գիտական հետազոտություն այս ասպարեզում դեռ չի իրականացված, որը կիրականացվի ժամանակակից տեխնոլոգիաներով, սարքավորումներով, խոշոր գիտական հետազոտական կենտրոնների հետ մեծ մասամբ ձեռագրերը նկարագրված են աչքով մոտավոր զուտ նկարագրական տվյալներով, գեղարվեստական հատկանիշներով, բայց մենք կարիք ունենք խորքային գիտական հետազոտման այս ամենի։ Եվ մի բան էլ եթե թույլ տաք ընդամենը մեկ ավարտում ենք, բայց խնդրեմ կարճ մի քանի ձեռագրերի քանակը գնալով ավելանում է, որովհետև մենք հաջողությամբ իրականացնում ենք Մատյանների տուն դարձը արշավը
որի շրջանակում վերջին 3 տարիների ընթացքում 115 ձեռագրական միավոր է մտել Մատենադարան։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։